ABC մեդիայի ուղիղ եթերում օրվա լրատվության գլխավոր թողարկումն է, ես Աննա Սարգսյանն եմ, բարի երեկո։ Դավոսը այս օրերին աշխարհի նյարդային կենտրոնն է, այստեղ են հավաքվել պետությունների առաջնորդները, գլոբալ տնտեսության որոշումներ կայացնողները, մեծ քաղաքականության ճարտարապետները, բայց հենց այդտեղ համաշխարհային օրակարգի կիզակետում Հայաստանը ներկա չէ իր առաջին դեմքով։ Փաշինյանը Դավոսում չէ, Հայաստանը ներկայացված է նախագահի Վահագն Խաչատուրյանի մակարդակով։ Տնտեսական բառապաշարով հայտարարություններ, քաղաքական ծանր ենթատեքստ եւ հարցեր, որոնք դեռ պատասխան չունեն։ Ինչ է իրականում քննարկվում Դավոսում Հայաստանի շուրջ եւ ինչ գին կարող են ունենալ այդ հայտարարությունները, ռեպորտաժում։ Դավոսի համաշխարհային տնտեսական 45-րդ ֆորումին ներկա էր ոչ թե վարչապետ Փաշինյանը, այլ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Պանելային քննարկմանը գերիշխում է խաղաղության օրակարգը։ Ավելին, Վահագն Խաչատուրյանը հիացմունքով է խոսում կարճ ժամանակում գրանցած արդյունքների մասին։ Ես վստահ եմ, որ կգա նաև այն օրը, երբ որ մենք այդ ապրանքները կստանանք պարզապես մեր տարածքներով, այսինքն դա կլինի Բաքու կամ Ադրբեջան, Հայաստան, Նախիջևան, Հայաստան։ Պետք է սովորենք ապրել խաղաղության մեջ, այսպես են կարծում երկու երկրների ներկայացուցիչները, սակայն Ալիևի պատկերացրած խաղաղությունը փոքր-ինչ այլ է։ Թրիփով եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների վերահսկողությամբ հաղորդակցության պրոյեկտով մենք նոր տրանսպորտային միջանցք ենք ստեղծում Կենտրոնական Ասիայից Կասպից ծովով, Ադրբեջանով, Հայաստանով, Նախիջևանով, Թուրքիայով դեպի Եվրոպա։ Իրատեսական է արդյոք նկարագրված սցենարի իրագործումը, եւ եթե նույնիսկ իրատեսական է, ձեռնտու է արդյոք Հայաստանին։ Ալիևը ճանապարհներ չի բացում, Ալիևը նոր եւ նոր կախվածության կետեր է ձևավորում։ Իսկ եթե մի օր արթնացավ ու ասաց. «Սևանը ինձ պետքա տակ», չէ՞ որ ես ասել եմ պետքա վերցնեմ Սևանը։ Ու դուք ասեք չենք տալու, բայց պարզվի ամբողջ ձեր առևտուրը հիմա Ադրբեջանով է, գալիս ասի դե այն վաղտը մոռացեք, ինչ եք անելու։ Ինչ վերաբերում է Թրամփի ուղուն, քաղաքագետն այստեղ տեսնում է եւ Միացյալ Նահանգների եւ Ադրբեջանի շահերը, իսկ ո՞րն է Հայաստանի շահը։ Չկա, որովհետեւ Հայաստանը ներկայացնողները Հայաստանի շահերից չեն խոսում։ Անձնական դաշտի շահերը չես կարող քո իշխանություն պահելու շատ ներկայացնես ազգային։ Չի կարա մի իշխանություն, որը սատարում է քո թշնամին, լինի լավը քո երկրի համար։ Խաղաղության այն մթնոլորտը, որը ձևավորվել է Հարավային Կովկասում, պարզապես արտաքին լսարանի եւ եվրոպացու ականջի համար է եւ իրականությանը չի համապատասխանում, կարծում է ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը։ Ալիևը երբ որ համագործակցում է Եվրոպայի հետ, նա մերժում է բարոյական հատվածը, ինչի մասին նա իդեպ ասեց, Եվրոպայի հանձնաժողովի հետ չեմ աշխատում եմ միայն տնտեսական կառույցների հետ։ Այսինքն Ալիևը ուզում է օրակարգից հանել այն հարցերը, որոնցում ինքը պետք է զիջի, փոխարենը դեմ չէ տնտեսական համագործակցությանը։ Այսինքն Ալիևը ինչ է ասում, ասում է, որ ես Հայաստանի հետ առևտուր եմ անելու, բայց Հայաստանի Հանրապետությունը դա իմ տարածքն է, դա արևմտյան Ադրբեջանն է եւ մենք վերադառնալու ենք այնտեղ, որտեղ Հայաստանը հայ առաքելական եկեղեցին, հայ ինքնագիտակցությունը, առհասարակ հայ լինելը դա սպառնալիք է իմ ազգային անվտանգության համար։ Այսօր արցախցիները չեն կարող վերադառնալ իրենց տուն։ Մեր գերիները խոշտանգվում են Բաքվի բանտերում։ Այս դեպքում ինչ խաղաղության մասին է խոսքը, ասում են զրուցակիցներս եւ փակում կեղծ օրակարգի թեման։ Անահիտ Սարգսյան, Էդիկ Մալաքյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Մինչ Դավոսում խոսում են խաղաղ համակեցության, ճանապարհների եւ հաղորդակցությունների մասին, Հայաստանի ներսում խորանում է մեկ այլ ոչ պակաս զգայուն գործընթաց՝ ճնշումներ եկեղեցու եւ հոգեվորականների նկատմամբ։ Մացիացոտնի թեմի Ոսկետափի Սուրբ Սահակ Մեծրոպ եկեղեցու հոգեվոր հովիվ Տեր Արտաշես Քահանա Հակոբյանը հրապարակայնորեն հայտարարել է, որ զղջացել է վարչապետի կողմն անցած եպիսկոպոսների եւ քահանաների շարքին միանալու համար։ Տարածած հայտարարության մեջ նա նշում է, որ իր նախորդ դիրքորոշումը եղել է արտաքին ազդեցության, հոգեկան լարվածության եւ իրավիճակը ճիշտ չգնահատելու հետևանք։ Այդ հայտարարությունը չի արտահայտում իմ իրական միտքն ու համոզմունքները։ Ես վերահաստատում եմ Մասյացոտ ընթեմի հոգևորականներից 1701-2026 թվականի հայտարարությունը։ Իմ ծուխի սիրելի անդամներ, իմ ողջ ծառայության ընթացքում ես փորձել եմ հավատարմորեն ծառայել ձեզնից յուրաքանչյուրին, պահպանելով Սուրբ եկեղեցու կարգը եւ նույն պատրաստակամությամբ ու պատասխանատվությամբ այսուհետ եւս շարունակելու եմ իմ սպասավորությունը։ Խոնարհաբար հայցում եմ ամենքիդ ներողամտությունը եւ խնդրում եմ հիշել ինձ ձեր աղոթքներում։
Սա պարզապես անձնական զղջման խոսք չէ, սա ազդակ է, որ եկեղեցական միջավայրում գոյություն ունի ճնշում եւ ներքին լարվածություն։ Հայաստանում ազգային ինստիտուտների նկատմամբ ճնշումների ամբողջ պատկերը ավելի խորն է եւ դրա ամենավառ վկայությունը եկավ Վեդիի եւ Արարատի թեմերից։ Մասյացոտնի թեմը երեք հայտարարել էր, որ քահանաների նկատմամբ ճնշումներ են գործադրում, սպառնում նրանց, ստիպելով միանալ թեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին, որին թեմի առաջնորդի պաշտոնից հեռացրել էր կաթողիկոսը։ Ինչ սպառնալիքների մասին է խոսքը, ինչպես է իշխանությունը փորձում ճնշել հոգևորականներին եւ ինչ քայլերի է դիմում եկեղեցին, բացառիկ մանրամասները ABC մեդիային հայտնել Հովսեփ Քահանա Սարգսյանը։ Վեդիի համայնքապետարանի աշխատակիցները ըստ Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանայի զրուցել են հոգևորականի հետ, փորձել համոզել միանա Գևորգ եպիսկոպոս Սարոյանին, որը Նիկոլ Փաշինյանի այսպես կոչված եկեղեցու բարենորոգման շարժմանը միացած հոգևորականներից մեկն է։ Ես կտրականապես մերժել եմ եւ շեշտադրել եմ, որ հավատարիմ եմ եկեղեցու կարգ ու կանոնին եւ հավատարիմ եմ լինելու։ Մասյացոտնի թեմն էլ ահազանգ էր հնչեցրել։ Նման դեպքեր եղել են նաև Արարատի տարածաշրջանի քահանաների նկատմամբ։ Որպես վկայություն փոխանցել են քահանայի խոսքերը առանց անուն նշելու։ Քիչ առաջ գյուղապետի մոտից եկա, Սրբազանի խոսքը ինձ փոխանցեց։ Ասում է, որ եթե 2 օրվա ընթացքում չներկայանամ Սրբազանին, ինձ կհեռացնի։ Մասյացոտ ընթեմի հոգևորականներից Տեր Հովսեփ Քահանան պատմում է, որ իր հետ բարեկամական զրույց են վարել, չեն սպառնացել։ Բայց իր մերժումից հետո նախկին առաջնորդ Գևորգ Սրբազանը հայր Արիստակես Վարդապետ Այվազյանին ուղարկել է Սուրբ Աստվածածին եկեղեցի իբր Տեր Հովսեփին փոխարինելու համար։ Իդեպ հայր Արիստակեսը եւս վարչապետի նախաձեռնած շարժման մասնակից է։ Ես իհարկե խոսել եմ նոր նշանակված հայ Սուրբի հետ, ով մեր հոգևոր եղբայրն է, մտերմիկ զրույց ենք ունեցել, մեր զրույցից հետո հայ Սուրբը հեռացել է եկեղեցուց, հետո հանդիպում այլևս իդեպ չեմ ունեցել։ Այս քայլերը չեն վախեցրել Տեր Հովսեփին եւ Մասյացոտ ընթեմի մյուս քահանաներին։ Նրանք հստակ պատասխան են տվել, նշում է թեմը։ Հորդորներին, առաջարկներին կամ ճնշումներին քահանահայրերը չեն ենթարկվել։ Նրանք հստակ դիրքորոշում են հայտնել, որ իրենց ծառայությունը պայմանավորված է բացառապես հայաստանյա ծառաքելական Սուրբ եկեղեցու կանոնադրությամբ, կարգ ու կանոնով եւ իրենք կոչված են անշեղորեն պահպանելու եկեղեցու սահմանված կարգը անկախ արտաքին ազդեցություններից։ Մասյացոտնի թեմի պաշտոնական հայտարարության մեջ նշվում է 2 Վեդիի եւ Արարատի համայնքապետարանների անունները։ ABC մեդիան մի քանի անգամ զանգահարել է Վեդիի համայնքապետարան։ Առաջին զանգին պատասխանել են, նշել, որ եկամուտների բաժնին ենք միացել եւ նրանք չեն կարող պատասխանել։ Հորդորել են քարտուղարություն զանգահարել։ Այդ զանգին պատասխանել է մի կին, որ ներկայացել է Մարինե անունով։ Ես տեղեկությունն առաջին անգամ եմ լսում։ Ոչ մի տեղեկատվություն չունեմ, որ ձեզ տրամադրեմ։ Իսկ գուցե դուք եք, որ առաջին անգամ եք լսում համայնքապետարանի։ Աշխատակազմի քարտուղարին, եթե ինչ-որ մի բան ինքը ձեզ կասի։ Հա, հիմա կմիացնեք։ Շատ լավ։ Աշխատակազմի քարտուղարին փոխանցված զանգն այդպես էլ անպատասխան մնաց։ Նույն պատկերն է նաև Արարատի համայնքապետարանում։ Զանգեր կան, պատասխան, արձագանք ոչ։ Իսկ համայնքապետարանը նման գործառույթ ունի, օրինական էր արդյոք նրանց քայլերը։ Քանի որ վարչապետը գլխավորում է այս արշավը եկեղեցու դեմ, ավելի շուտ հակասահմանադրական, հակաօրինական արշավը եկեղեցու դեմ եւ ըստ այդմ համապատասխան պետական այդ մարմինները թողտվության մեջ են, որ իրենց ամեն ինչ կարելի է։ Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով իշխանությունը սպառնալ չի կարող, բայց զրույցների մակարդակում ոչ ոք արգելք չունի։ Որ տեղի է ունենում իշխանության կողմից եկեղեցու բարենորոգման հետ կապված ուրեմն գործողություններ չի կարող հանդիսանալ, չի կարող լինել այդ կազմակերպության իշխանության ուրեմն գործառույթը։ Ես այն սկզբունքի կողմնակից եմ, որ եկեղեցին եւ պետությունը պետք է լինեն տարանջատ։ Բայց համայնքապետարանը փորձում է ուղիղ ներգործություն ունենալ հոգևորականների որոշումների վրա, նշում է Ժաննա Ալեքսանյանը։ Սահմանադրության 17-րդ եւ 18-րդ հոդվածները հստակ տարանջատում են եկեղեցու եւ պետության գործառույթը։ Սպառնալիքների, ահազանգերի մասին հոգևորած դասն ավելի քան 1 ամիս է բարձրաձայնում է, բայց իրավական որևէ գործընթաց չի հաջորդել։ Անիա Բաղյան, Անդրանիկ Մանսուրյան, ABC Media։
Այս գործընթացը հասել է ամենայն հայոց կաթողիկոսի ղեկավարած եպիսկոպոսատ ժողովի մակարդակին, ստիպելով այն տեղափոխել Հայաստանից դուրս, Ավստրիա։ Մայրաթորի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի խոսքով որոշումը կայացվել է հաշվի առնելով եկեղեցու դեմ սանձազերծված արշավն ու հոգևորականների նկատմամբ հնարավոր ճնշումները։ Փետրվարի 16-ից 19-ը Ավստրիայի Սանկտ Փյոլթեն քաղաքում կանցկացվի այն ժողովը, որը Հայաստանում անցած դեկտեմբերին հետաձգվել էր բռնաճնշումների պատճառով։ Եպիսկոպոսյաց ժողովը նախագահում է ամենայն հայոց կաթողիկոսը եւ դրան մասնակցում են հայ առաքելական եկեղեցու բոլոր 56 եպիսկոպոսները։ Հավաքի օրակարգում ըստ Տեր Եսայի առաջին թեմաներն են եկեղեցու դեմ սանձազերծված արշավը, հոգևորականների նկատմամբ ճնշումների հետևանքները եւ մարտահրավերների հաղթահարման ուղիները։ Հայ առաքելական եկեղեցուն առնչվող մի շարք կարևորագույն որոշումներ կընդունվեն Ավստրիայում փետրվարի 16-ից 19-ին։ Ինչու Ավստրիայում եւ ոչ Էջմիածնում, Մայրաթորը հայտնում է, որ պատճառը հայ առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումներն են։ Նման նախադեպեր ելի են եղել պատմության ընթացքում։ Վերջինը եղել է Վազգեն Վեհափառի օրոք։ Որոշումը կայացվել է հաշվի առնելով իշխանության կողմից եկեղեցահալած քաղաքականությունը եւ հոգեվորականների նկատմամբ ճնշումները։ Եպիսկոպոսատ ժողով վերջին անգամ արտասահմանում գումարվել է, երբ կրկին կարգոչնդոտ պետական մակարդակով։ 1956 թվականին, երբ խորհրդային միության ժամանակ մի շարք հայ հոգևորականներ Հայաստան գալու հնարավորությունից զրկված էին։ Քանի որ խորհրդային Հայաստանում կարող են նաև հնարավոր ճնշումներ լինել արտասահմանից եկող եպիսկոպոսների, միաբանների նկատմամբ, Մեծիտան Անգելիկո կաթողիկոսյան, այդ թվում նաև Սուրբ Էջմիածնի միաբան, բայց արտերկրում սպասավորող եպիսկոպոսների նկատմամբ նպատակահարմար համարվեց, որ այն կիրականացվի տեղի կունենա Հայաստանից դուրս։ Ի վերջո ընտրությունը կանգ առավ Կահիրեի վրա։ Եպիսկոպոսատ ժողով հրավիրելու իրավունք ունի բացառապես ամենայն հայոց կաթողիկոսն ու այն նախագահելու իրավունքը եւս նրանն է։ Մայրաթորի Մատենադարանի տնօրեն Տեր Արամ Քահանա Պողոսյանն է հիշեցնում, եկեղեցու գերագույն հոգևոր խորհուրդը ժողով կարող է կազմակերպել հայրենիքից դուրս ըստ անհրաժեշտության։ Պատմական օրինակները քիչ չեն։ 1651 թվականին ժողովը տեղի ունեցել Երուսաղեմում, 1976 թվականին Էջմիածնում գումարված ժողովի ժամանակ հաջորդ ժողովի վայրը նշանակվել է կրկին Երուսաղեմը, սակայն այն այդպես էլ չի կայացել։ Իր օրակարգը հաստատելուց հետո որոշում է ընդունում, որ հաջորդ տարի 1977 թվականին Եղիշե պատրիարքի Երուսաղեմի Եղիշե պատրիարքի հրավերով որոշվում է հաջորդ տարվա եպիսկոպոսատ ժողովը գումարել եւ իրականացնել Երուսաղեմում։ Եղել են նաև դեպքեր, երբ ժողովը գումարվել է հայրենիքի այլ քաղաքներում, մասնավորապես Մեծ Հայքի տարածքում։ Վերջին նման ժողովը կայացել է 5 դար ընդմիջումից հետո 2013-ից 2014 թվականներին Էջմիածնում։ Եկեղեցին տարբերակում է եպիսկոպոսատ ժողովի 3 ձևաչափ, որոնք միմյանցից տարբերվում են մասնակիցների կազմով։ Հայ եկեղեցու պատմության մեջ արձանագրված եպիսկոպոսատ ժողովներ ուսումնասիրելիս մենք կարող ենք առանձնացնել 3 տեսակ եպիսկոպոսատ ժողով, հատկապես որը բնորոշ է հայոց պատմության, հայ եկեղեցու պատմության նորագույն շրջանին։ Օրինակ եպիսկոպոսատ ժողովներ հրավիրվել են, երբ մասնակիցները եղել են ներկայացված մեր բոլոր նվիրապետական աթոռների եպիսկոպոսներով։ Ժողովի օրակարգը դեռ հստակ չէ, սակայն կանոնագրքով հաստատված է։ Ժողովը քննարկելու է եկեղեցական կրոնական կյանքի խնդիրներին առնչվող բարեփոխումներ, հնարավորություն է ունենալու նոր օրենքներ հաստատելու որոշումներ կայացնել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։ Եպիսկոպոսատ ժողովը հայ առաքելական եկեղեցում կարևորությամբ երկրորդ ժողովն է ազգային եկեղեցական ժողովից հետո։ Եպիսկոպոսատ ժողովը արձագանքում է այդ օրերին համազգային կամ ներեկեղեցական կարևորագույն նշանակություն ունեցող հիմնահարցերի եւ խնդիրների եւ որոշումներ են ընդունում գործադրելու կամ ապագայում այդ հարցերը եկեղեցու բարձրագույն իշխանությունների ուշադրության կենտրոնում պահելու։ Նիկոլ Փաշինյանին աջակցող 10 բարձրաստիճան հոգևորականներն արդեն արձագանքել են ժողովի գումարման որոշմանը, այն անօրինական համարելով եւ հայտարարելով, որ չեն մասնակցելու։ Սեդա Մակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Մինչ քաղաքական ու հանրային դաշտում շարունակվում են եկեղեցու շուրջ զարգացումները, փորձենք հասկանալ ինչպես է կառուցված այդ համակարգը, որն այսօր հայտնվել է ճնշումների թիրախում եւ ինչ դեր ունեն թեմերը։ Սեդա Կյուրեղյանն է պատմում։
Շատերի համար հայոց եկեղեցին այն տաճարն է, որտեղ մկրտվել են, ամուսնացել կամ մոմ վառել, բայց այս շենքից դուրս գոյություն ունի մի լայն համակարգ, թեմերով, պատրիարքություններով ու կաթողիկոսություններով։ Հայ առաքելական եկեղեցին համաշխարհային կառույց է։ Հայոց առաքելական եկեղեցին դա միաբևեռ կառույց է, նա ունի մի շարք բաղադրիչներ, դա իհարկե էջմիածինն է, դա անկիլիասն է որպես կաթողիկոսություն, չնայած այն հանգամանքին, որ որպես կաթողիկոսություն գլխավորը հանդիսանում է անվիճելիորեն էջմիածինը։ Հոգևորականները նշում են, կաթողիկոսությունները հավասարազոր են, դրանց միջև միայն վարչական բաժանում է, իսկ գաղափարապես դրանք իրար հավասար կառույցներ են։ Որևէ դավանաբանական, որևէ ծիսական, որևէ վարդապետական տարբերություն չկա երկու կաթողիկոսությունների միջև եւ բարի դրացիական, եղբայրական հարաբերություններ են երկու կաթողիկոսների եւ կաթողիկոսությունների միջև, ուղղակի տարբերությունը եւ բաժանում, այսպես եթե կոչենք, որ բաժանում չէ իրականում, վարչական է, կազմակերպչական եւ վարչական։ Կաթողիկոսություններից զատ առաքելական եկեղեցին ունի պատրիարքություններ, որոնք տեղակայված են երկու վայրերում՝ Իսրայելում եւ Թուրքիայում։ Պատրիարքությունները պատկանում են հայ առաքելական եկեղեցուն։ Երուսաղեմի հայոց պատրիարքությունը եւ Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքությունը, ճիշտ է, պատմական ժամանակաշրջանում իրենց ենթակայության տակ ունեցել են թեմեր։ Օրինակ Աղթամարում, Արևմտյան Հայաստանի մի շարք շրջաններում, բայց բնականաբար այնտեղի հայաթափումից հետո, հայի ներկայությունից զրկվելուց հետո կամաց պատրիարքությունների վերահսկողության սահմանները ավելի նեղացել են։ Այս մեծ համակարգի հիմքում գտնվում են թեմերը։ Դրանք եկեղեցու ամենօրյա գործող կառույցներն են, որոնք իրականացնում են հոգևոր կյանքը տեղում, կոնկրետ համայնքներում, կազմակերպում եւ վերահսկում են եկեղեցիների ու վանքերի գործունեությունը տվյալ տարածքում, համակարգում հոգևորականների ծառայությունը, իրականացնում սրբազան արարողությունները։ Դրանք ստեղծվել եւ սահմանազատվել են ըստ աշխարհագրական եւ վարչական տարածքների։ Թեմերը, այսպես ասենք, ըստ Հայաստանի տարածքների բաժանված են, որպես այդպիսին, թեմերը գործում են, իհարկե մենք ունենք եկեղեցիներ, որոնք նոր են կառուցվում։ Վերջին տարիներին դարերի վեր գործող 11 թեմերին ավելացել են նաև նոր թեմեր՝ Արթիկի եւ Մասյացոտնի, որոնք անջատվել են Շիրակի եւ Արարատյան թեմերից։ Սա արվել է եկեղեցու աշխատանքը ճիշտ կազմակերպելու եւ կառավարելու համար։ Տարածքների մեծությունը դժվարացնում էր թեմերի աշխատանքը։ Արթիկի տարածաշրջանը մեծ տարածաշրջան է եւ ունի նաեւ իր առանձնահատկությունները, որքան էլ որ Շիրակի մարզի մեջ է, մենք Արարատյան դաշտի բնակիչներս միգուցե բոլորին ասում ենք շիրակցի, բայց տարածաշրջանից տարածաշրջան նախ մտածելակերպն է տարբեր, մոտեցումներն են տարբեր։ Հայոց առաքելական եկեղեցին միայն տաճար չէ եւ միայն արարողություն չէ։ Այն դարերով ձևավորված կառույց է, որի յուրաքանչյուր օղակ կաթողիկոսությունից մինչև թեմ ծառայում է մեկ նպատակի՝ պահպանել հավատը, համայնքը եւ ինքնությունը։ Սեդա Գյուրեղյան, Մհեր Դավթյան, Էդիկ Մալաքյան եւ Նոնա Գևորքյան, ABC Media։ Հայ առաքելական եկեղեցու դեմ բացահայտ արշավը եւ հայաստանյան ներքին քաղաքական իրավիճակը միջազգային դիտորդների աչքերում ել ավելի մտահոգիչ է դարձել։ Հայաստանի իշխանության քայլերն արդեն ընկալվում են ոչ միայն ներքին մարտահրավեր, այլև ժողովրդավարական արժեքների խնդիր։ Երբ 2018-ին Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, նրան ներկայացնում էին որպես փխրուն, բայց իրական ժողովրդավարական փորձի հեղինակ։ Բայց այսօր այդ կերպարը այլ ձևով է մեկնաբանվում։ Միջազգային վերլուծաբաններն ու կառույցները, ինչպիսին օրինակ Transparency International-ն է, այժմ ավելի քիչ են խոսում ժողովրդավարական կոնսոլիդացիայի եւ ավելի շատ ժողովրդավարական լճացման մասին, միաժամանակ քննադատելով Փաշինյանի քայլերն ընդդեմ եկեղեցու եւ ընդդիմադիր գործիչների։ Փաշինյանի միջազգային հեղինակությունը ոչ մի տեղ այնքան տեսանելիորեն չի տուժել, որքան արտաքին եւ անվտանգության քաղաքականության ոլորտում։ Նրա պնդումը Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ գովասանքի է արժանացել որոշ դիվանագիտական շրջանակներում, միևնույն ժամանակ արժանացել սուր քննադատության։ Արտասահմանյան վերլուծական հոդվածներում Հայաստանն ավելի ու ավելի է ներկայացվում որպես բանակցող ավելի թույլ կողմ, որտեղ Փաշինյանը պատրաստ է ճնշման տակ գնալ լայնածավալ զիջումների, միայն թե առաջիկա ընտրությանը հանրությանը մատուցի, թե իբր իրեն հաջողվել է խաղաղություն բերել, եւ եթե ինքը թողնի աթոռը, կրկին պատերազմ կլինի։
Շարունակենք ներքաղաքական օրակարգային թեմաներով։ Այս պահին ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամ է։ Նիկոլ Փաշինյանն ու կառավարության անդամները խորհրդարանում են պատասխանելու падգամավորների հարցերին։ Այս անգամ նիստին մասնակցում են ընդդիմադիր երկու խմբակցությունների падգամավորները։ Իդեպ Հռիփսիմե Հունանյանը չի մասնակցում հարց ու պատասխանին։ ՔՊ նիստից հետո նա այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Բուժքույր աշխատած եւ բարձրագույն կրթություն չունեցող ՔՊ-ական Հունանյանին այդ պաշտոնում հաջողվեց մնալ ընդամենը 3 ամիս։ Նրա խոսքով այս կերպ օրինակ է ծառայում, եթե սխալվում են, ապա պետք է առերեսվել սխալների հետ եւ ուղղել դրանք։ Լավագույն առաջնորդությունը սեփական օրինակով առաջնորդությունն է։ Կարծում եմ սա մի բան է, որ պետք է լինի մեր քաղաքական դաշտի արժեքային ուղենիշներից մեկը։ Միաժամանակ որոշել եմ ինքնաբացարկ հայտնել եւ չընդգրկվել առաջիկա խորհրդարանի ընտրությանը քաղաքացիական պայմանագիր կուսակցության համամասնական ցուցակում։ Հռիփսիմե Հունանյանի նշանակումը դարձել էր բազմաթիվ քննադատությունների առիթ։ Նա աչքի էր ընկել ուղղագրական ու կետադրական սխալներով եւ արտահայտած անհասկանալի մտքերով։ Ով է Հռիփսիմե Հունանյանն ու ինչ ճանապարհ է անցել նախքան խորհրդարան հասնելը, նրա մասին պատմող ռեպորտաժը պատրաստել էինք, երբ նոր էր ընտրվել առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Հռիփսիմե Հունանյանի տեխնացությունը։ Ազգային ժողովի 107 падգամավորներից քվեարկությանը մասնակցել են 61-ը, քվեատուփում արկա եղել 61 քվեաթերթիկ, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել, ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ Հռիփսիմե Հունանյան կողմ 61 դեմ 0։ Որոշումն ընդունված է, շնորհավորում եմ Հռիփսիմե Հունանյան եւ հաջողություն մաղթում։ Ինչ չափորոշիչներով է առաջնորդվել իշխանությունը ՔՊ-ական նախկին բուժքրոջը այս պաշտոնում առաջադրելու համար։ Խմբակցությունը առաջադրում է Տիկին Հունանյանի տեխնացությունը հաշվի առնելով վերջինիս գիտելիքներն ու փորձառությունը առողջապահության ոլորտում։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Հռիփսիմե Հունանյանը, որը չի կարևորում բարձրագույն կրթություն ունենալը եւ որը այսօր ընտրվեց ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում, ծնվել է 1982 թվականի օգոստոսի 17-ին Երևանում։ Ավարտել է Երևանի պետական թիվ 1 հենակետային բժշկական քոլեջի բուժքույրական գործ բաժինը։ Չնայած քննադատություններին, որ չունի բարձրագույն կրթություն, Հունանյանը վստահ է, որ միջին մասնագիտական կրթությունը բավարար է ղեկավարի աշխատանք կատարելու համար։ Նա ընդգծում է, որ իր նկատմամբ քննադատություններով կասկածի տակ է դրվում միջին մասնագիտական կրթությունը, որին Հայաստանում տիրապետում է 16500 բուժքույր եւ առանց այդ օղակի առողջապահությունը կաթվածահար կլինի։ Այս փոքրիկ կենսագրությունը, ինչպես որ դուք նշում եք, այս փոքրիկ կենսագրության հետևում կանգնած է տարիների բազմաչարչար աշխատանք, գիշեր եւ ցերեկ, տարիների բազմաչարչար կրթություն, անընդհատ, շատ էլ որ ես չեմ գնացել բարձրագույն կրթական հաստատությունում ստանալու, բայց ես անընդհատ սովորել եմ, անընդհատ։ Հոգատարությունը թաքնված այս փոքրիկ կենսագրության ետևում։ 2004-ից 2007 թվականներին նա աշխատել է Նորք Մարաժ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում որպես բուժքույր։ 2007-ից 2011 թվականներին հերթապահության պատասխանատու։ 2011-ից 2018 թվականներին վերակենդանացման բաժանմունքի ավագ բուժքույր, իսկ 2018-ից 2021 թվականներին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի ավագ բուժքույր։ Ըստ Հռիփսիմե Հունանյանի, նա մշտապես ակտիվորեն ներգրավված է եղել քաղաքական կյանքում։ 2015 թվականից անդամակցում է քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը եւ եղել է կուսակցության հիմնադիր անդամներից մեկը։ 2021 թվականի հունիսի 20-ին Հունանյանը ընտրվել է ազգային ժողովի падգամավոր քաղաքացիական պայմանագիր կուսակցության համապետական ցուցակով։ Նրա խոսքով քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ընտրել է այն պատճառով, որ կուսակցության գաղափարները այն ժամանակ եւ հիմա իրեն հոգեհարազատ են։ Նա ամուսնալուծված է, ունի 1 զավակ։ Սվետլանա Պետրոսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։
Իսկ ֆինանսների նախարարը մինչև խորհրդարան շտապելը հանդիպել է լրագրողների հետ ու մի շարք հետաքրքիր մտքեր արտահայտել։ Օրինակ, ասում է, պետական պարտքն աճում է, բայց պետք է ոչ թե դրա մասին խոսել, այլ դրա համամասնության։ Նրա խոսքով պարտքը ինչ-որ մի միլիարդից դարձել է մի ուրիշ միլիարդ։ Պետություններ էլ կան, որ տրիլիոններով պարտք ունեն։ Էականն այն է, որ մեծացել են պարտքը մարելու հնարավորությունները։ Ծախսերը, որը մենք արել ենք պարտքի հաշվին, տվել են այն արդյունքները, որով հնարավոր է եղել մեր հնարավորությունները, մեր եկամուտները մեծացնել այնպես, որ մենք շարունակում ենք խնդիր չունենալ այդ ձեր ասած աճի պայմաններում, խնդիր չունենալ այդ մեծացած պարտքը սպասարկելու ուղղությամբ։ Իսկ պետական պաշտոնյաները պարգևավճար են ստացել, որովհետև շատ լարված ու սթրեսային աշխատանք են անում։ Հովհաննիսյանի խոսքով պետք է որոշ սոցիալական խնդիրների մասին չմտածեն, որպեսզի կարողանան իրենց աշխատանքը կատարելության հասցնել։ Չի ասի, որ սա պարգևավճար է, որովհետև դա ըստ էության այդ աշխատավարձի բարձրացումն է, ուղղակի մի փոքր այլ եղանակով։ Իսկ միջազգային լրատվամիջոցների գլխավոր վերնագրերը այսօր Թրամփի անունով են։ Մամուլը գրում է, որ Դավոսում հավաքված առաջնորդները փոքր-ինչ լարված են Թրամփի ելույթից առաջ, սպասում են վտանգավոր հայտարարությունների։ Մինչ համաժողովին ներկայանալը ԱՄՆ առաջնորդը սպառնացել է Իրանին ջնջել աշխարհի երեսից, եթե Իրանը փորձի իրականացնել իր կյանքի դեմ մահափորձի սպառնալիքները։ Իսկ ինչ է սպառնում Գրենլանդիային, որին տիրանալու նպատակ է դրել Թրամփը։ Պատասխանը գուցե հնչի նրա ելույթում։ Իսկ ինչ է թաքնված Գրենլանդիայի սառույցների տակ, որից հրաժարվել չի կարողանում Թրամփը, Սվետլանա Պետրոսյանն է պարզել։ Հեռավոր Արկտիկայի հյուսիսում կա մի վայր, որտեղ ամենուր սպիտակ է, օդը ամենամաքուրը, իսկ գիշերվա խավարին երկինքը լուսավորվում է հյուսիսափայլի լույսով։ Թվում է, այս անվերջանալի սպիտակ անապատում կարող են գոյատևել միայն ամենաուժեղները։ Սա սպիտակ արջերի հայրենիքն է։ Գրեթե ամբողջությամբ սառույցով ծածկված այս տարածքից ամեն տարի կիլոմետրերի հասնող 10-ից 15 հազար այսբերգ է պոկվում։ Կարծիք կա, որ եթե ամբողջ կղզու սառցե շերտը հալչի, համաշխարհային օվկիանոսի մակարդակը կբարձրանա մոտ 7 մետրով, ինչը կործանարար հետևանքներ կունենա։ Սակայն այսօր այս սառցե գեղեցկության մասին խոսում են ոչ միայն ճանապարհորդներն ու գիտնականները, այլև գերտերությունները։ Սա աշխարհի ամենամեծ կղզին է, Գրենլանդիան։ Այո, ամենամեծը։ Այս հսկայական կղզին մարդիկ սկսեցին բնակեցնել դեռևս 2500 տարի առաջ։ Արկտիկական խիստ պայմաններում առաջինը հաստատվեցին բնիկ ինուետները։ Ավելի ուշ կղզի հասան նաև վիկինգները, Էրիկ Թորվալդսոնի գլխավորությամբ։ Ըստ ավանդազրույցի նա կղզին անվանեց Գրինլենդ, կանաչ հող, որպեսզի գրավիչ դարձնի նոր բնակիչների համար։ Մեկ այլ վարկածի համաձայն այդ հատվածը ժամանակին ծածկված է եղել բուսականությամբ ու այդ պատճառով էլ կոչվել է Գրենլանդիա։ Դարերի ընթացքում գաղութատերերն աստիճանաբար հեռացան կղզուց։ Պատճառը կլիմայի փոփոխությունն էր, տնտեսական դժվարությունները եւ տեղացի ինուիտների հետ բախումները։ 17-րդ դարասկզբին Դանիայի եւ Նորվեգիայի միացյալ թագավորությունը վերագաղութացրեց կղզին, իսկ 1814 թվականին այն մնաց Դանիայի վերահսկողության տակ։ 1946 թվականին Միացյալ Նահանգները փորձեց գնել կղզին Դանիայից, սակայն Դանիան հրաժարվեց վաճառել այն։ 7 տարի անց Գրենլանդիան պաշտոնապես դարձավ Դանիայի թագավորության մաս, իսկ 1979-ին Դանիական խորհրդարանը կղզուն շնորհեց ինքնակառավարման իրավունք։ 2008-ին անցկացվեց հանրաքվե, որի արդյունքում Գրենլանդիան ստացավ անկախություն։ Գրենլանդիայի տարածքը մոտ 2.200.000 քառակուսի կիլոմետր է, իսկ ափեզրի երկարությունը մոտ 44,000 կիլոմետր, ավելի երկար, քան հասարակածը։ Կղզու տարածքի մեծ մասը, մոտ 81%-ը, ծածկված է սառույցով, որի միջին հաստությունը մոտ 2 կիլոմետր է, իսկ որոշ մասերում այն հասնում է մինչև 3 կիլոմետրի։
Ավելի քան 2 միլիոն քառակուսի կիլոմետրի վրա ապրում է 57,000 մարդ։ Բնակչության մեծամասնությունը կենտրոնացած է կղզու հարավարեմտյան ափերի քաղաքներում, որտեղ էլ գտնվում է մայրաքաղաք Նուկը։ Բնակչության կեսից ավելին զբաղվում է որսորդությամբ ու ձկնորսությամբ։ Կղզում տեղաշարժվելու համար հիմնականում օգտագործում են օդային կամ ջրային տրանսպորտ։ Տեղացիները նաև սահնակներ են գործի դնում։ Արտաքին աշխարհի հետ կապը գրենլանդացիները պահպանում են միայն օդային ճանապարհով։ Զբոսաշրջիկներին Գրենլանդիան գրավում է ոչ միայն իր սառցապատ բնապատկերներով, այլև հյուսիսափայլով, ասում են, տեսարանը հիասքանչ է։ Գրենլանդիան աչքի է ընկնում նաև շրջակա միջավայրի մաքրությամբ, այստեղ օդն ու ջուրը ամենամաքուրներից են։ Գրենլանդիան ունի ճանապարհորդելու 3 լավ եղանակ։ Գարնանը, մարտ-ապրիլ ամիսներին կարելի է ճամփորդել սահնակներով։ Հենց այս ժամանակ է մայրաքաղաք Նուկում անցկացվում ձյան փառատոնը։ Պայմանական ամռանը մայիսից սեպտեմբեր կարելի է նավով շրջել սառցադաշտերով, այցելել փոքրիկ բնակավայրեր ու պատմական վայրեր։ Իսկ ձմռանը նոյեմբերից փետրվար կարող եք վայելել Արկտիկայի իրական բնությունը՝ սառցե անեզեր անապատներով։ Սվետլանա Պետրոսյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Այս ժամի համար առանձնացրել էինք այսքանը, շարունակեք հետևել մեր հրապարակումներին, բայց չթողնելու համար ամենակարևոր ու թարմ լուրերը։ ABC լուրերի հաջորդ թողարկումը ժամը 21-ին է։